Այսօրվա մեր նյութը 5 կտակարանից է երկրորդ օրինաց գիրք 15-րդ գլուխ։ Երկրորդ օրինաց գիրք 15-րդ գլուխ կընթերցենք 12-րդ համարից մինչև 18 համարը, որտեղ կարևոր հրահանգի, օրենքի եւ սովորության մասին պետք է տեսնենք եւ այնտեղից կարևոր դասեր կվերցնենք մեզ համար։ Եթե քո եղբայրներից մի եբրայեցի տղամարդ կամ կին քեզ վաճառվի եւ նա 6 տարի ծառայի քեզ, 7-րդ տարում նրան քո մոտից ազատ կարձակես, եւ երբ քո մոտից ազատ արձակես, նրան դատարկ չարձակես, նրա համար առատաձեռը կհայթայթես քո ոչխարներից, քո գալից եւ քո հնձանից, ինչով որ քո Տեր Աստվածը քեզ օրհնել է, կտաս նրան։ Եվ հիշիր, որ դու նույնպես ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, եւ քո Տեր Աստվածը քեզ փրկեց։ Այս պատճառով էլ քեզ այսօր պատվիրում եմ այս բանը։ Բայց եթե քեզ ասի, չեմ հեռանա քո մոտից, քանի որ սիրել է քեզ եւ քո տունը, նրա համար լավ է քեզ մոտ լինել, այն ժամանակ բիզը կվերցնես եւ նրա ականջը դրան վրա կծակես, եւ նա քեզ հավիտյան թող ծառա լինի, աղախնիդ էլ նույնը կանես։ Նրան քո մոտից ազատ արձակելը թող քո աչքին դժվար չերևա, քանի որ նա 6 տարի քեզ ծառայել է, որ մի վարձկան ծառայի վարձի կրկնապատիկն է, եւ քո Տեր Աստվածը քո բոլոր գործերում քեզ կօրհնի։ Տեր օրհնիր խոսքը, կուզենամ մի պահ մեր գլուխները խոնարհեցնենք աղոթելու համար։ Երկնավոր Սուրբ Հայր, քո առջև ենք գալիս քո խոսքդ ուսումնասիրելու, քո խոսքդ քարոզելու, քո խոսքդ լսելու եւ քո խոսքովդ ապրելու Տեր։ Ուստի խնդրում ենք օգնիր մեզի, լուսավորիր մեր մտքերը եւ օգնիր, որպեսզի կարողանանք այս խավար աշխարհի մեջ, այս մեղավոր աշխարհի մեջ, որպես լույսի որդիներ քո խոսքովդ առաջնորդվենք եւ օգնիր մեզի քեզի հավատարիմ կյանքեր ապրենք Տեր։ Քեզի հետևենք Տեր, քո շավիղներիդ հետևենք Տեր Հիսուս։ Օրհնես ներկաներս, հիշես բացականերին նրանց էլ այցելես, աղոթում եմ, որպեսզի ովքեր որ ընկճված են, նեղսրտված են, մտահոգված են, Տեր դու քո ուրախությունը տաս, դու քո բարի աստվածային լուծումները տաս մեր մեջ։ Տեր Հիսուս, քո շնորհքիդ ենք հանձնվում, Աստծո փառքի համար, ամեն։ Երկրորդ օրինաց գիրքը խոսում է երկրորդ անգամ օրենքի հայտարարման կամ պատվերի մասին, որովհետև առաջին անգամ արդեն իսկ Աստված Մովսեսի միջոցով իր օրենքը, իր պատվիրանները փոխանցել էր Իսրայելի որդիներին, երկրորդ օրինացը կարծես թե ավելի վավերացնում է, ավելի հաստատում է, եւ այստեղ կարևոր օրենքներ կան, որ թերևս կարդանք, անցնենք, գնանք, ասենք, հին պատմությունը սա վերաբերվում է հրյա ժողովրդին եւ մեզի չի վերաբերվում, բայց ուզում եմ ասել, որ կարևոր պատգամ կա, խորհուրդներ կան, որ մեզի կօգնեն, որ դասեր քաղեն ստեղից։ 6 տարի թող ծառայի քեզ ասած, եւ 7-րդ տարում ծառային պետք է ազատ արձակես, որովհետեւ այն ժամանակ ծառայությունը կամ ստրկությունը կար եւ ովքեր ստրուկներ ունեին, ծառաներ ունեին եւ հրյա հասարակության մեջ, Իսրայելի ժողովրդի մեջ սա ընդունված բան էր եւ հարուստները ծառաներ էին պահում, բայց օրենք կարգեց Տերը, ասաց, որ 6 տարի եթե ծառայի, ինքը կարող է ազատ լինել, իրեն ազատ արձակի, թող գնա։ Եվ այս սկզբունքը հիշեցնում է Իսրայելի որդիների գերության մեջ լինելու շրջանի մասին, որ բոլորն էլ գերի էին, եւ ասում է, հիշիր դու էլ գերի էր, ստրուկ էր Եգիպտոսի երկրի մեջ, եւ Տերը քեզ ազատ արձակեց։ Եվ քո եղբայրներին էլ այդպես պետք է վերաբերվես, թե լինի կին, թե տղամարդ, աղախին կամ տղամարդ ծառա կամ կին ծառա, նույն կերպով կվարվես նրանց հետ։ 6 տարվա աշխատության շրջանը, ինչու հենց 6 տարի, այս 6 տարվա աշխատության շրջանը մեզ հիշեցնում է արարչագործության 6 օրերը, Աստված էլ 6 օր արարեց եւ 7-րդ օրը հանգստացավ։ Եվ Աստված հանգստության եւ հանգիստ տվող Աստված է։ Աստված ազատության Աստված է։ Նա հասկանում է մեզ, նա ճանաչում է մեր ինքնությունը, նա լավ գիտի մեր հոգեբանությունը, քան մենք ինքներս գիտենք մեզ։ Եվ գրված է, երբ ազատ արձակես նրան, կին լինի կամ տղամարդ ծառան, երբ որ ազատ արձակես, դատարկաձեռը չթողես։ Առատությամբ նրան կօրհնես, կշնորհես, քո հոտերից կտաս, քո հունձքից կտաս առատաձեռնությամբ եւ
կալից կտաս, հնձանից, պտուղներից, այսինքն դատարկաձեռը չթողես նրան։ Ինչով որ քո Տեր Աստվածը քեզ օրհնել է, այդ օրհնությունից էլ նրան բաժին կտաս եւ ճանապարհ կդնես։ Որովհետեւ սիրելիներ, մեր Աստվածը ոչ միայն հանգիստ է տալիս, մեր Աստվածը ոչ միայն ազատության Աստվածը եւ ազատություն է տալիս, այլ նաեւ մեր Աստվածը առատաձեռն Աստված է։ Մենք պետք է նմանվենք մեր Տիրոջը, մենք էլ առատաձեռ լինենք։ Եվ շռայլորեն տալիս է, նա հոգատար Աստված է, նա ողորմած է, եւ այս օրենքները մեզ հուշում են Աստծո բնության մասին, թե ինչպիսին է Աստվածը, ինչպիսին է մեր Տեր Աստվածը, մենք է նմանվենք նրան։ Եվ եթե ծառան ասի, ես չեմ հեռանա, այդպես կարդացինք, չէ՞, ես սիրեցի քեզ, սիրեցի քո տունը, քո ընտանիքը, ինձ համար լավ է, երբ որ քեզ մոտ մնամ, շարունակեմ իմ ծառայությունը, գրված է պահիր նրան քո մոտ։ Եթե ինքը հոժարությամբ, սիրով ուզում է քեզ ծառայել, պահիր նրան քո մոտ։ Եվ ասում են նրան կվերցնես, եւ երբ որ կարդում ենք նույն տեքստը, գրված է Ելից գրքի 21-րդ գլխում, ինչպես սկզբում նշեցի, որ արդեն իսկ Մովսեսի միջոցով այս պատվերները կա, երկրորդ օրինացը կարծես վավերացնում կրկնում այս օրենքները, եւ ասում է կվերցնես քո ծառային, կտանես քաղաքի ծերերի մոտ եւ դրամ մոտ նրա ականջը բիզով կծակես կամ հեյրունով ականջը կծակես եւ նրան այս կարգով ցույց տալու համար, որ ինքը քո ծառան է հավիտյան, ինքը քո տան մեջ պետք է ծառայություն անի։ Այս փոխաբերական խորհուրդը վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր սրտանց սիրեցին Տիրոջը։ Այս այլաբանությունը ցույց է տալիս, որ Աստծո ծառաները, երբ որ հնազանդվում են Տիրոջ, ուզում են ծառայեն, հավիտյան պետք է ծառայեն նրան։ Սա ուխտի նշան է կարծես թե։ Ովքեր սիրեցին Հիսուս Քրիստոսին ծառայելը, նրա հետ քայլելը, նրա հետ ապրելը, նրա տան մեջ լինելը, ովքեր սիրեցին Հիսուսին եւ եկեղեցին, Աստծո տունը սիրեցին եւ թող այս ուխտը անեն Տիրոջ հետ։ Սիրեցին նրա հայտնվելը, սիրեցին նրա հետ քայլելը, նրա խոսքով ապրելը, նրա ընտանիքում բնակվելը սիրեցին եւ Աստված մեր ականջը ծակեց սիրելիներ դրան մոտ։ Մենք էլ շատերս երբ որ որոշեցինք Տիրոջը ծառայել, Տիրոջը հետևել, կարծես Աստված մեր ականջը ծակեց։ Սա նշանակում է հնազանդվեցինք նրա կամքին, նրա հրամաններին, նրա խոսքին, լսելու եւ կատարելու մասին է վկայում ականջ ծակելը։ Եվ հնում ծառաների կամ ստրուկների ականջը ծակում էին հեյրունով եւ օղ էին անցկացնում, ի նշան, որ այս մարդը տեր ունի։ Այս մարդը ծառա է եւ այս մարդը իր կամքը չի բանեցնում, ինքը տեր ունի, ինքը պատկանում է նրան, ով իր ականջը ծակել է։ Եվ հիշում եք, Տեր Հիսուսը հաճախ լեռան քարոզի մեջ եւ շատ ուսուցումների մեջ ինքը ասում է, ով լսելու ականջ ունի, թող լսի, ով լսելու ականջ ունի, թող լսի, եւ դարձյալ ասում է, հոգին ինչ է ասում եկեղեցիներին։ Հովհաննես Առաքյալը հայտնության գրքում կարդում ենք երկրորդ գլխում, բոլոր եկեղեցիներին ասում է, ով լսելու ականջ ունի, թող լսի, հոգին ինչ է ասում եկեղեցիներին, որովհետեւ Աստված մեր լսելիքների հետ գործ ունի, որովհետեւ Աստծո խոսքը, նրա հրամանները, պատվերները, երբ որ մենք լսում ենք, մեր ականջով, գալիս է մեր մտքով, մեր սրտի մեջ են գնում եւ կյանքի է վերածվում։ Մենք ճանաչում ենք Աստծո բնությունը, ինչպիսի Աստծո հետ մենք գործ ունենք, նրա օրենքները, պատվիրանները որոշակիորեն մեզի գաղափար են տալիս, թե ինչպիսի Աստծո հետ մենք գործ ունենք, ինչպիսի Աստվածը մեր Աստված է։ Ովքեր Տեր ունեն, նրանք ականջները ծակում էին, դրան մոտ էին ծակում։ Եվ ում սիրեցին, ում նվիրվեցին, հավատարմությամբ որոշում կայացրեցին, որ ծառայեն, եւ դրան մոտ գրված է նրա ականջը կծակես կամ դրան վրա։ Ինչ է նշանակում ականջը դրան հետ կամ դրան մոտ։ Սա նշանակում է ականջը կամ անձը դրան հետ ուխտի մեջ է մտնում։ Եվ ականջը ներկայացնում է մեզ, հավատացյալներից։ Ականջը մենք ենք եւ մեր ընտրությունը, մեր հոժարակամ հնազանդությունը, մինչդեռ դուրը Աստված ինքն է։ Ուստի ականջը մեկ է դառնում դրան հետ։ Կարծես ականջն ու դուրը ուխտի մեջ են մտնում։ Կարծես ես դառնում եմ Աստծո դռնապանը, Աստծո հրամանները լսելու եւ կատարելու համար, Աստծո խոսքերը, պատվիրանները լսելու եւ հնազանդությամբ կատարելու համար։ Սա նշանակում է նոր հավատարմություն, նոր մտերմություն, նոր շփում եւ հաղորդակցություն Աստծո հետ։ Եվ մենք լսում ենք նրան, մենք կանգնում ենք դրա մոտ եւ ականջ ենք տալիս նրա խոսքին,
նրա հրամաններին, որպեսզի կատարենք նրա կամքը, եւ Տեր Հիսուսը հիանալի օրինակ թողեց մեզ, երբ կարդում ենք Սաղմոս 40-րդ գլուխ 6-րդ համարը մասնավոր գրված է. «Զոհ եւ ընծա դու չուզեցիր, չհավանեցիր, հապա ականջներս բացեցիր», ասում է ով Աստված, որպեսզի գամ քո կամքը կատարեմ։ Տեր Հիսուսը որպես ծառայի կերպարանք եւ որպես ծառա եկավ ցույց տալու համար, թե ինչպես պետք է Աստծուն հնազանդ կյանք ապրենք։ Եվ այս մարգարեական Սաղմոսը Քրիստոսի մասին է։ Գրված է ականջներս բացիր, սա չի նշանակում ականջները փակիր, այլ ծակեցիր ականջս։ Եսայի մարգարեության 50-րդ գլուխ 4-ից 5 համարներն էլ կարդանք։ Եսայի 50 եւ 4-ից 5 համարներ։ Տեր Աստված ինձ ուսյալի լեզու տվեց, որպեսզի իմանամ ճիշտ ժամանակին ինչպիսի խոսքեր ասել հոգնածին։ Ամեն առավոտ արթնացնում է, իմ ականջը բացում, որպեսզի աշակերտի պես լսեմ։ Տեր Աստված իմ ականջը բացեց, եւ ես ըմբոստություն չարեցի, ոչ էլ ետ դարձա։ Տեր Աստված իմ ականջը բացեց։ Մենք կարիք ունենք, որ Տերը մեր ականջը բացի, որպեսզի մենք նրա հետ ուխտի մեջ մտնենք, որպեսզի մենք պատվո պահակի պես դռան մոտ կանգնենք եւ լսենք նրա խոսքերը եւ կատարենք նրա խոսքերը։ Ուստի եթե ճաշակել եք նրա սերը, նրա քաղցրությունը, նրա աստվածային բարությունը, նրա մեծությունը, Պետրոսի նման մենք էլ կարող ենք ասել. Տեր, որու գնանք, ում գնանք, որովհետև քեզ մոտ կա հավիտենական կյանքի խոսքեր, մենք չենք ուզում հեռանանք, երբ որ մենք դառնում ենք սիրելիներ Տիրոջ ծառան, իսկական ազատությունը Տիրոջը ծառայելու մեջ է կայանում։ Իսկական, կենսական ազատությունը Քրիստոսի ծառա դառնալու մեջ է կայանում։ Երբ որ ես դառնում եմ Աստծո ծառա, ես ազատ եմ արդեն։ Ես ազատ եմ մեղքի ճնշումներից, մեղքի գերությունից, աշխարհի հարձակումներից եւ ճնշումներից, աշխարհային գերություններից ես ազատված եմ, որտեղ Տերը ինձ ազատ է արձակում։ Երբ որ իրեն եմ ծառայում, նշանակում է ես ազատագրված մարդ եմ։ Մենք նրա դռների մոտ կանգնող ծառաներն ենք, որպեսզի կատարենք նրա խոսքը, քանի որ ես տեսա նրա բարությունը, ինչպես տրուկը տեսավ իր տիրոջ բարությունը, ինչ որ ծառան տեսավ նրա սերը, նրա քաղցրությունը, նրա վերաբերմունքը իր հետ եւ ասաց. եթե հավանում ես նրա հետ լինես, եթե ուզում ես սիրեցիր նրա հետ լինես եւ նրա տունը սիրեցիր, դու կարող ես ասել ես ուզում եմ հավիտյան քո տան մեջ ապրել։ Ընտանիք կկազմի ծառան, զավակներ կունենա, կին կունենա, կբազմանան եւ Տերը նրան պահում է իր հարկի ներքո։ Սա մեծ շնորհք է։ Կարծես ականջը բացվում է նրա համար եւ հավիտյան ծառայության համար։ Տեր Հիսուսի ծառայության կյանքը հրաշալի օրինակ է մեր առաջ։ Տերը շատ հստակ ասաց. ես ինձանից ոչինչ չեմ անում, ասաց, որպես որդի, որպես զավակ կամ ծառա ներկայացավ, չէ՞։ Ասաց, այլ ինչ որ լսում եմ, ինչպես կամ լսում եմ, այն եմ անում։ Ինձանից չեմ անում։ Նայեցեք ծառայի հնազանդ կերպարանքը։ Որպես որդի, որպես ծառա եկավ Տեր Հիսուս եւ օրինակ թողեց մեզ համար։ Ինչ որ լսում եմ, դա եմ անում։ Շատ կարևոր է մեր լսելիքները, սիրելի։ Արդյոք բացված են մեր լսելիքները։ Արդյոք Տիրոջ հետ ուխտի մեջ մտածենք։ Նա, որ որդի էր, հնազանդ էր հորը եւ մեզ օրինակ թողեց, որովհետեւ լսելը եւ կատարելը հնազանդության հարց է։ Հնազանդությունը Աստծուն ճանաչելու եւ սա Աստծուն ծառայելու փափագի արդյունք է։ Տերը ասաց Հովանու ավետարան 10-րդ գլուխ 27 համարում, որպես բարի հովիվը ասաց. իմ ոչխարները իմ ձայնը լսում են, եւ ես գիտեմ նրանց, եւ նրանց ճանաչում եմ, եւ նրանք ինձ հետևում են։ Իմ ոչխարները իմ ձայնը լսում են, ովքեր որ չեն լսում, իմ հոտից չեն, իմ դռներից չեն, ասում է սրանք։ Եվ դռնապանը նրանց համար բաց է անում։ Աստծո ծառաները դռների մոտ են։ Նրանք կարծես դռների պահակների պես կանգնած են սպասելով Տիրոջ հրամանին, հնազանդությամբ ծառայելու նրան, եւ Տերն էլ դռան առաջն է եւ թակում է, ասում է. ով որ դուռը բաց անի իր սրտի, ինչպես Հայտնության գրքի 3-րդ գլխում ենք կարդում, ես կմտնեմ նրա հետ, ընթրիք կանեմ, ինքն էլ ինձ հետ ընթրիք կանի։ Ինչ հիանալի հաղորդակցության մասին է խոսքը այստեղ։
Երբ որ մենք թույլ ենք տալիս, երբ որ մենք հնազանդվում ենք նրան, նրա խոսքը լսելու, նրան ծառայելու, Տերը մեր հետ ընթրիք է անում։ Եվ ընթրիք անում են այն մարդկանց հետ, ում որ շատ է սիրում, ում որ պատիվ է տալիս, չէ՞, քո հարկի տակ ես ընդունում, եւ ընթրիքի ժամանակաշրջանը սիրելի կամ հարգարժան մարդկանց հետ ենք մենք անում։ Պատիվ ենք տալիս։ Այնպես էլ սիրելիներ, Տերը ուզում է մեր հետ ընթրիք անել։ Սա մեծ շնորհք է, մեծ առանձնահատկություն է մեզ համար եւ բոլոր նրանց համար, ովքեր որ իրենց սիրտը հանձնեցին Տիրոջը, իրենց ականջը թույլ տվեցին, որ Երյունով ծակի, բացի, որպեսզի Տիրոջ խոսքը լսեն եւ կատարեն։